Մենք կարող ենք ենթադրել, որ դրսի ուժերը տեսնելով, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի դասավորվում այնպես, ինչպես իրենք կցանկանային, իմպիչմենտի գործընթացը գուցե նաև չի հաջողվում, փորձեցին այս միջոցներով տարբերակներ գտնել, Սամվել Կարապետյանին գուցե դարձնել երկրորդ Ռուբեն Վարդանյան։ Այն ուժերը, որոնք Սամվել Կարապետյանին ուղղորդել են դեպի Հայաստան, իր նորից եմ ասում աշխարհաքաղաքական տերերը, մնացել է իրենց աշխատասենյակի աթոռներին ուղղորդեն դեպի Հայաստան, որովհետև բոլոր այն հնարավոր միջոցները, որով իրենք փորձում են նորից Հայաստանի Հանրապետությունում վերարտադրվել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը ինչ որ չափով նորից վերականգնել կամ իրենց սովոր, իրենց բնորոշ եղանակներով ընտրություններ կեղծել, արդեն իսկ չեն կարողանում, էլ մարդ չունեն, վերջին մեռնելուց առաջ խրխրոցներն են, որոնք փորձում են անել։ Նույնիսկ եմ ասում, մնացել է իրենց աշխատասենյակի աթոռներին ուղարկեն Հայաստանի Հանրապետություն։